Բարի լույս սիրելի հետևորդներս, ինչպե՞ս եք, ինչպես է ձեր տրամադրությունը, դուրս եմ եկել պատշգամբ, նայում եմ տեսնեմ ինչ է, կատարվել են հեռուսարը ձյուն է, մարախլապատ է, եղանակն էլ ընդհանուր առմամբ ցուրտ է, բայց այսօրվանից կտաքանա, կբացի եղանակը, բայց շոտ ցուրտ է, երևի կեսօրից հետո բույսներս չկտրենք, անձրևը լավ ջրեց բույսերին, բանջարներին, կոֆես հեսա կթափվի, անցնեմ ներս իմ կոֆե խմեմ, որ գնամ, բարձրացա, հոպա, կոֆես թափեցի, երևի շատ եմ լցրել, ձեզ բոլորիդ արդեն ծանոթ դարձած այս ճանապարհով աշխատանքից հետո եկա ու շտապ արագ քայլերով գնում եմ հողամաս, այնքան հավեսին եղանակը տաք, արևոտ, ջերմ, կարծես թե ոչ ձյուն է եկել, ոչ էլ փոթորիկ չոր, նույնիսկ կարելի է ասել շոկ, ասել եմ արդեն գետի մոտ սիրելի հետևորդներս, ու շարժվում, այնքան հաճելի եղանակը, այնքան լավ եղանակը, տաք, թռչունների ձայնը մի կողմից, գետի ձայնը մի կողմից, արևը մի կողմից, ինչքան սիրուն ու հավես է մեր բնությունը, որ աշխատանքի տեղը սիրելի հետևորդներս րոպեներն եմ հաշվում, երբ կվերջացնեմ, որ վազեմ գամ հողամաս, կանաչը օր-օրի ավելի թարմանում ու շատանում է, հավեսին, հասա գետի մոտ, իմ սիրած վայրը, գետը այնքան էլ չի վարար է շատացել, մեքենաներ արդեն ճանապարհից երևում է, որ մեքենաներ գնացել են, սիրելի հետևորդներս, բարձր ճանապարհը հելամ, ուրեմն հասած եմ, ինչ անծանոթ մեքենա, քամուց պաշտպանվելու հարմարանքը մոռացա տունը չվերցրեցի, երկու րոպե կանգնեմ այստեղ շունչ առնեմ ու շարունակեմ, հաջորդ դիքը բարձրանամ, սիրելի հետևորդներս այնքան շտապեցի, որ մոռացա ձեզ բարևեմ, բարևներ բոլորիդ, բարի օր, խաղաղ ու հաճելի օր, ականը սիրելի հետևորդներս գնում եմ սացիլանոցը բացեմ, ջրեմ, հուսով եմ, որ հաստատ ցուրտը տարած չի լինի, ուղղակի ջրելու համար, տեսնեմ ինչքան են աճել, ծլել,
խոտեր կլինեն, խոտերը քաշեմ, մի քիչ եմ առաժոսի բեղմի բեղ հավաքեմ ու գամ տուն։ Սա է իմ հիմնական նպատակը։ Ասեմ, որ մենակ էլ գնում եմ այսօր։ Իզուր կարճաթև չհակա, շատ տաքա եղանակը, մանավանդ, որ քայլում եմ, ավելի եմ շոքում։ Ու բարձրանում եմ։ Քանի օր չէ եկել, արդեն սիրտս ճաքում էր, ճիշտն ասած, մտածում եմ, երբ եղանակը կբացի, որ ես գնամ հողամաս։ Կարոտել եմ։ Բա տեսնում եք, չէ, ինչքան հեռու եմ գալիս, որ մշակեմ եւ հատկապես խոսքս այն մարդկանց է, ովքեր ունեն տան առաջ հողակտոր ու չեն մշակում։ Մշակեք, օգտվեք հողի բարիքներից հենց ձեր համար, որ ավեսին մտնեք, քաղեք, մաքուր, օրգանիկ լինի ամեն ինչը։ Ու ես այսքան հեռու գալիս եմ, չեմ ձանձրանում։ Եթե հողակտոր ունեք, ուրեմն մշակեք։ Արդեն հեշտացավ ճանապարհս, այսպես իջնում եմ ներքև։ Բա հուսամ, որ հողամասերում մարդ կլինի, ավտո, մարդիկ, լավ տաքա, աշխատելու համար եկած կլինեն հուսամ, կամ էլ գալիս բանջար են մեկ հավաքում, կամ էլ կմտածեն վարկածներ են փնտրում, կամ էլ կմտածեն ցեխ կլինի դաշտերը, բայց ոչ, տեսեք ինչքան չորա, իհարկե մի քիչ խոնավություն կա, բայց ընդհանուր առմամբ չորա։ Մեղուների բզոցը էս վիշնիի ծառի մոտ են եկե։ Ոյ, գնամ հանկարծ չկծեն, գործերս թարսվի, ալերգիա ունեմ մեղվի կծելուց։ Նայում եմ այս կողմերը, ոչ մի մարդը չկա, չէ, հեն հողամասում չկա, որ մշակում են, այս մյուսում ոնց որ չկա, չկան, վատ է։ Վատ է, դե ինչ անեմ, եկել եմ հասել եմ, ու հետ չեմ դառնա գնա, չէ ոնց որ ընտրելու ձայն լսեցի, չէ, մարդ չկա։ Ոչ մի մարդ էլ չկա,
Այստեղ ցեխի վրա ոտնահետքեր չկան, կովի ոտնահետքեր են։ Մի հատ մանրաժոները նայեմ, նոր կգնամ։ Սրանք է չեն եղել, կամ է ինչ-որ մեկը եկել քաղել, չկա։ Հա, չկա։ Լավ չի։ Հասել եմ Արվակիս մոտ։ Ես եմ ու Արվակը, սիրելի հետևորդներս, տարածքում, չվախենաք, չգրեք, Նազոն չի գնացիր, մենակ ես, ինչ անեմ, եկել եմ արդեն, հետ նահանջել չկա, սիրելի հետևորդներս, այս երկու վախճաներն էլ փակ, գնում եմ դեպի իմ բաղջեն, հողամասը։ Սիբեխները ինչքան են մեծացել։ Բա, սիրելիներս, վերջապես հասա հողամասս, ցեխա սատիլների համար եմ եկել, նկարահանում եմ կողքերս, Հիմա երբ որ ես նայում եմ լուր կողքերս, դուք հիմա վախից երևի ասում եք հետ գնատուն։ Իսկ ոնց է աճել, լավ մեծացել է։ Մի հատ տեսեք ինչքան ավեսին մեծացել, աճել են։ Պղպեղները բա։ Ու շոքա, չորա։ Կարելի է գլուխը բաց թողնել։ Գնամ ջուր բերեմ, ջրեմ։ Դուռը փակեմ, նոր կովերը չգան։ Ընդհանուր հողամասում տեսնում եք, աշխատել չի լինի, ցեխա։ Տեսնես են մալինաները հաստատ կպած կլինեն, որովհետև անձրևը հոգացել է, ջրել է, հաստատ ջրել է, իսկ ինչ լավ է երգում էս թռչունը, ես էլ աչոր, 100%, ես էլ աչոր, սոխերն էլ են չոր, բա ինչը տաքություն ապչում, դել պիտի ջրեմ,
Դուք էլ ինձպես հետաքրքիր հիմա նայում եք, չէ, ինչն ա մեծացել, ինչ ա աճել, այդպես հետաքրքիր նայում եք, ելակներին ուշադրություն կդարձնեք, ահա ելակներն էլ լավ մեծացել են հավեսին, գնամ վերևից ջուր լցնեմ, ամենալավը այս քարի աստիճաններն են, ոյ ջուր չկա այս կողմի վրա, իզուրել եկա, ջուր չկա, այս կողմում կապած չի, պետք է գնամ, առվակից բերեմ, բայց դե տենա մարաժո կա գոնե, հելա, երկու հատ մարաժո քաղեցի, ուй չա, չկա, ջուր չկա, ես էլ ասեմ ինչ է այն արվի ջուրը շատացել, դու մի ասա ամբողջ այն կողմի վրա է փոխած, թեքած, գնամ հեն կողմից բերեմ, որոշեցի այսօր ստեղից բերեմ, չեղա, մարաժում քաղեմ, լավ ոչինչ իշնեմ գնամ, դե արդեն գիտեք, պարտադիր պետք է 2 րոպե նստեմ ստեղ, մի հատ սենց նայեմ շուրջս ինչ ա կատարվում, ինչ չի կատարվում ու հլնեմ գնամ։ Գնամ ջրեմ ու գնամ մի քիչ սիբեղ բան հավաքեմ մարաժո, գնամ տուն, գործ անելու չի, ոչ փորելու եմ, ոչ ինչ որ բան ունեմ ցանելու, շատ չխոսեմ, արագացնեմ, ցնցուխս էլ չկա, հաստատ Ամալիայի հողամասում է, պետք է գնամ մտնեմ, վերցեմ գնամ, ոնց նայեցի իրա դրած տեղում չի, որտեղ որ դրել էի, Հեն այ, ես գիտեմ, որ ընդեղ է, էլ ուր պետք է լինի, ցնցուխով չեմ բերում, գնամ դույլերով բերեմ, ես էլ ասեմ ես արվի ջուրն չի շատացել, դու մի ասա ամբողջ ջուրը գալիս է այս կողմ,
Մարդ չգիտի ինչ անի, փակեմ, շոքա, եթե բաց մնա գիշերը չի աճի, 1000 հարցեր։ Բա էսի մեկ, ես սատիլանոցս ջրեցի, Բույսը շոքա, շոքեցի իրոք։ Ես էլ կոպեցի պոչիցս։ Ահա։ Լավ է չորը։ Ցնցուխով ջրելը նշանակում է բույսերին խաբել։ Պետք է ջուրը կապես, արվող գա, հավեսին ջրվի։ Սենց այն չի։ Սենց անեմ ես մասը։ Վերջ։ Ոյ։ Ջրվեց, հիմա շատ լավ կերևա։ Ավեսին աճել են։ Բա ես երկու մարգի համար այսքան տեղ հելա եկա։ Երկու մարգի համար։ Երկու մարգի համար։
քիչ օդ թողեմ, թող։ Եվ աշխատանքս կատարեցի, վերջացրեցի։ Ջրեցի։ Գոգնոցս փեշս կապեմ, գնամ մի քիչ էլ բանջար հավաքեմ երևի, հավաքելով այն վերևի մասերը լավ կա, ծիբեխի տեղ գիտեմ, հավաքելով այդ կողմ կգնամ դեպի տան կողմ, այս կողմերը չմնա, որ դուք էլ չանհանգստանաք, սիրելի հետևորդներս։ Մալինաները դեռ չի երևա, որ կպել են, եթե իրանք արդեն կպնեն, ուրեմն փնդած կլինեն, կանաչ տերևները դուրս տված կլինի, այսպես նայում եմ, բայց չի երև, մոտենանք, նկարեմ, համել դուք էլ տեսեք, թե կպել են, թե ոչ։ Չէ, տեսեք, տերևակալել են, ուրեմն դա նշանակում է, որ կպել են, կպնում են, ահա, բայց սա խաբուսիկ է, կարող է կանանչեն, հետո չորանան, այդպիսի բան էլ կա։ Լավ դե, մի ժամ է չորոշեմ, կպել են, չեն կպել, որն է կպնի, թո ուրախության լինի, ես գնամ գոգնոցս կապեմ ու հողամասն էլ փակեմ, գնամ սիբեխ հավաքեմ, ինչ պատահի, փաստորենի ինչ բանջար լինի, խառը մարը հավաքեմ։ Գոգնոցիս մեջ հողմող կա, տենց է դրել էի, որ վերեիմ ստեթապ տային։ Ես էլ իմ գոգնոցը։ Մի ժամ այս չեխական կողպեկը չի փակվում, էդ էլ դենը թարսը ցավ։ Սա իմ զապաս դանակն է, էսի կարելի է էլ չշալակեմ, այսպես դնեմ փեշիս մեջ։ Զենք ու զրահ կապեցի, կարևորը գործերս ջրեցի, նայեցի, եթե չգայեմ, չորանար կխաշվեր, մինչև վաղը գործից որ գայ, այդքան այդպես, սիրելի հետևորդ, այն կողմի վրա գնամ, որ մոտիկ լինի տանը, այս վերևի մասը մի հատն ես լավ սիբեխի տեղ գիտեմ, անցած տարի շատ հավաքել եմ, գնամ հավաքեմ ու գնամ, ես փեշովս գոգնոցովս լցեմ, շատ ուրախ ու գոհ կլինեմ։ Համել ես ձորերից մի քիչ հեռու կլինեմ, դուք էլ չեք անհանգստանա, չեք մտածի իմ համար։ Այս ծառի տակ մի հատ մառաժոն նայեմ, անցած անգամ ստեղից մի 10 հատ քաղեց։ Հա, կա, բայց փոքր է չարժի։ Փոքր է չարժի, ցրտին իրանք էլ չեն աճը։ Մառաժոն ցուրտը շատ շուտ է խփում մառաժոին, բայց չեն ցրտահարվել։ Կարևորը ցրտահարություն չի եղել, սիրելիներս, ու լավ է։ Այս ատակը տակ աճի, փոքր են մնացել, փոքրը չարժի քաղել։
Այս ճանապարհի կողքերն էլ են մարաժոներ լինում, նայելով գնամ, ոնց մարդ չկարող։ Մենակ չեմ ես, սիրելիներս, Աստված ինձ հետ է, մեկ էլ դուք բոլորով։ Են որ խոսալով գնում եմ, գիտեմ հետս մարդ կա, հետի հենց մեծ առավելություն է։ Դրանք էլ մարաժոներ կան, մի հատ նայեմ նոր, 5 քոլերը նայում եմ ու գնում, չնայած անգիր գիտեմ տեղերը, տեղանքը։ Այս տարի հետաքրքիր է, մի տեղից քաղում ես, էլ երկրորդ անգամ ոնց որ թե չի լինում, կամ է եղել է, քաղել են, չէ հենական, վռալով քաղեմ, ներսա, սենց, հեսա, Իսրան տեսեք, ցուրտը տվել է, ցուրտը խփել է, բանի պետ չէր, ոյ, իսրան հոգը ուրա գնում, Ուշադիր նայենք, այդ քյոլը քյոսի մեջ, ուշադիր, սենց կարելի է գնալ, տեսնում եք չէ ուր եմ եկել, մենակ ասա, որ գալս արդյունավետ լինի, ստե 5 քյոլեր եմ տեսը, եկել եմ, այս տոկը չկո, լով էլի, ստեղ էլ խրցով կա, չկա, գոնե մի երկու հատ հլներ, հա, քաղեցի, հիմա էլ գնում եմ տուն, ինչ հավեսին կանաչ է եղել, սիրելի հետևորդներս, խոտը կանաչել, սիրուն, ես էլ վերադարձա, ահակին սիբեղ միբեղ քաղեցի, մարաժո, գնամ տուն, տան գործերով, տեսնեմ ինչ եմ սարքում, ինչ եմ պատրաստում, մեր գեղեցիկ արփան ցույց տամ, ու արդեն կհանդիպենք տանը։ Սիրելի հետևորդներս վերադարձա տուն, խոհանոցում մութ է, էլի այդ լամպը վառվել է, չգիտեմ, Լիլիթին ուղարկում եմ խանութ, որ լամպ բերի, այստեղ սերկեֆիլի կամպոտ եմ բերել, նկուղից բացել եմ, եւ էլի բաներ, պահածոներ եմ բերել, լոլիկ է, ճաշ, սա տոմատ է, այստեղ կարտոֆիլ, խնձոր եւ հիմա ես խմոր եմ անում, մի քիչ մութ է խոհանոցում, բայց դե ոչինչ, 1 բաժակ գոլ ջուր, արդեն իմ բաղադրատոմսը գիտեք, եւ հիմա պատրաստեմ արագ, խմորիչ,
Աղ։ Բան արագ եմ սարքում, շաքարավազ և մի քիչ էլ բուսայուղ։ Այսքանը։ Խառնեմ ու ալյուր։ Սիրելի հետևորդները, սա հախմորը արեցի, փակեմ, թող հասունանա։ Բերեցիր Լիլիթ։ Հա։ 200 միլիոն։ 2 հատես բերե։ Լամպերը բերեց։ Չէ, հիմա էլ ատորը բերի։ Գնա Լիլիթ, գնա բանել բեր։ Ասել։ Ասել բանջարը։ Այսօր մի քիչ եմ քաղել։ Ավելի լավ։ Ինչի՞։ Ինչի ավելի լավ, Լիլիթ։ Այսօր քիչ եմ հավաքել։ Ռոստը ավելի լավ։ Ոնց որ դու ես մաքրում։ Ես էլ սենց բանջարը։